Ողջույն, սիրելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ, սիրելի Facebook-յան ընկերներ, բարի ուշ երեկո բոլորիդ։ Ժորժ ջան, ուզում եմ բոլորիդ տեղեկացնեմ, շատ կարևոր ինֆորմացիա եմ իմացել, փաստերով, փաստացի ունեմ, վիդեոն էլ ունեմ, կտեղադրեմ իմ մեջ, բոլորդ էլ կտեսնեք։ Ուզում եմ ասեմ, որ մեր ձևով շարժումը ուղղորդում են հին ձևերով, անցել են հին ձևերով շարժմանը, ժողովուրդ ջան, հին մեթոդներով, մի ժամանակ սեպտեմբերին սունկեկն էին բաժանում երեխաներին, հիմա գիտեք ինչ են անում, արդեն էսի երկրորդ կիրակին է, երկրորդ շաբաթն է, որ արդեն մոտավոր 2 մարզից արդեն մոտավոր 2 մարզից 500 հոգանոց խումբ երեխաների ավտոբուսներով տանում են թատրոն, ցիրկ են տանում, ճանապարհին հաց ուտել ու անվճար։ Դե իրանց գործը արդեն նախքին հին ձևերով, դա իրանց քարոզ արշավն է, կոչեց բոլոր իրավապահ մարմիններին հետևողական եղեք։ Մեկ էլ ուզում եմ կոչով դիմեմ այն համայնքապետերին, ովքեր որ տեղում չեն, ուշադիր չեն իրենց տարածաշրջանից եւ մարզպետները ոնց որ տեղում էլ չեն, կանդրադառնամ դեռ այդ տարածաշրջանի համայնքապետերին, պետին, գյուղապետին, չգիտեմ, որ մի բան լինում է, վռա զանգում են հողի հարցնի, չգիտեմ, այտենց կարևոր բաներ լինի, վռա կզանգեն, կզեկուցեն ղեկավարներին։ Այդ դու տեղյակ չեք, որ ձեր համայնքներից 500 հոգանոց դպրոցական եւ մանկապարտեզի խումբ ավտոբուսներով տեղափոխում են անվճար, տանում են ցիրկ։ Դուք որպես համայնքապետ, դու տեղյակ չես, որ քո համայնքից 500 երեխա տանում են ցիրկ Երևանում։ Ո՞վ է դրա տերը, ով է թույլ տվե, Ժողովուրդ ջան, ուղիղ եթերում եմ, մի զանգեք, ով է թույլ տվե կամ ում միջոցով են այդ ամեն ինչը կազմակերպել։ Եթե համայնքապետը տեղյակ չի, բա մանկապարտեզի տնօրենները տեղյակ չեն, դպրոցի տնօրենները տեղյակ չեն զեկուցում համայնքի ղեկավարին կամ մարզպետարաններին։ Այս բացի թող վիճակը արդեն շատ է հունից անում, շատ մարդկանց հերիք եղավ, բոլ եղավ, խաբեք մեր երկրի ղեկավարության ու երկրի ղեկավարին։ Մի թեթև բան էլի վռած կզեկուցեք, քիչ եք զեկուցում։ Կամ այդ տարածաշրջանի ԱԾ-ի ղեկավարները, իրավապահ մարմինները ինչով են զբաղվում։ 500 երեխա ավտոբուսներով տեղափոխում են ամեն կիրակի, արդեն երկրորդ կիրակին է, տեղափոխում են ցիրկ, տանում են, չգիտեմ, անվճար հաց են կերցնում, ինչ են անում, ինչ քարոզներ են անում։ Մենք տեղյակ չենք։ Ես մի 2 օր առաջ եմ իմացել ու ինֆորմացիան տվել են ինձ ու վիդեոներով, փաստերով, ասացի լեմ տենամ Facebook-յան տարածում կունենա, ասենք Facebook-ով, ինչ ոչ չգիտեմ, հեռուստատեսությամբ, 1000 ու մի ալիքներով, TikTok-ով, չգիտեմ, 1000 ու մի բանով, ես ոնց տեսնում եմ, ոչ մեկ տեղյակ չի էս ամեն ինչից։ Առաջի շաբաթը, անցած շաբաթ եղել է Շիրակի մարզում, Արթիկ համայնքից 500 հոգանոց խումբ են տեղափոխել, այդ համայնքապետը տեղյակ չի, ես չեմ հասկանում։ Այդ համայնքապետը ինչով է զբաղված։ Մարդ են տենում, չգիտեմ, մոռանում են ինչ խոսան, այնքան բան ունեն խոսալու, բայց նման բաները չեն ուզում ասեն։ Ուշադրություն դարձրեք բոլոր համայնքներին, կոչեց բոլոր իրավապահ մարմիններին, 500 հոգանոց խումբ ավտոբուսներով տեղափոխում են, տանում են ցիրկ։ Աստված չանի մի բան լինի, ով է պատասխան տալու այդ երեխեքի համար։ Նարեկ ջան, որը տենց եկել է Սուրբ Սարգիս եկեղեցի, պատարակը եղբայր, ոտքի վրա են կանգնած անում, հելել ես նստել ես աստիճաներին, ըտենց հելնում ես, չգիտեմ, լրագրողների մոտ ինչեր ես խոսում, ինչ ես ասում, դրանից հետո գնում ես երեխաների մոտ նկարվում ես։ Հիմա ես այդ վիդեոներն ունեմ, ժողովուրդ ջան, կուղարկեմ, բոլորդ կտեսնեք, թող բոլոր մեր ղեկավարներն էլ տեսնեն, մարդիկ անցել են իրենց ձևով հին ձևերին։
Միջև այդ դպրոցի սունկեք էիք բաժանում, հիմա էլ տանում են ցիրկ, հավաքում են 500 հոգանոց խումբ ու երեխաներին ավտոբուսով տանում են։ Այդ դպրոցի տնօրենը ինչով է զբաղված, համայնքի ղեկավարը ինչով է զբաղված, մանկապարտեզի տնօրենները ինչով են զբաղված։ Այդ ով է դա կազմակերպել։ Այդ տակից այդ ինչ կապիկություն են անում, որ պետությունը տեղյակ չի։ Կոչ եմ անում բոլոր, էլ եմ ասում, կառույցի ղեկավարներին, համայնքի ղեկավարներին, ոչ բոլորին է վերաբերվում, կան համայնքի ղեկավարներ ու գյուղապետեր, մանկապարտեզի տնօրեններ, մարզպետներ, որոնք տեղում չեն։ Կխոսեմ անուններով սրանից հետո, զգուշ եղեք, անուն առ անուն, հատիկ առ հատիկ, հերիք եղավ, բոլ եղավ, խաբեք մեր երկրի ղեկավարին։ Կյանքում թույլ չեմ տա ինչ-որ մեկը փորձեք, պարոն վարչապետից ինչ-որ մի բան թաքցնեք։ Մթոմ դուք ոչ մի բանից խաբար չեք։ Սրանից հետո խոսելու եմ անուն առ անուններով։ Բոլորիդ լավ ճանաչում եմ ու գիտեմ բոլորդ ինչով եք զբաղված ու ինչով եք զբաղվում։ Ես էլ եմ ասում, խելքներդ գլուխներդ հավաքեք, կանգնեք պետության ու պետականության ու ղեկավարի կողքին, կերտենք մեր երկիրը, կառուցողական լինենք, միշտ կանգնենք մեր երկրի ու ժողովրդի կողքին։ Ժողովրդի մատից պետքա փուշ անենք։ Այդ որը տենց տանում են, քարոզարշավներ են անում, ծնողներին են տանում, երեխաներին են տանում 500 հոգի, մի հոգի չի է, 500 հոգանոց խումբ են տանում։ Պատկերացնում եք դուք։ Ինչի համար են տանում, բայց այդ միջև այդ խիչ էիք տանում։ Հեծը վեկալեցինք, հիմա մնաց այդ ցիրկը, ցիրկն էլ ենք վեկալելու, պետական կառույց է, որ պետականացրել են, պետական կառույց է, որ սեփականացրել են, հիմա էլ նույն հին անցած ձևերով, այդ մեթոդներով երեխաներին են տանում, ինչի համար են տանում, երեխաներին տանում են, դա քարոզչական մեթոդ է, իրանց նոր ձևն է, իրանց, հենց էդի որ ասում են մեր ձևով, այդ իրանց ձևով, արդեն անցել են հին ձևերին, դա քարոզչական արշավ է կոչվում, ժողովուրդ ջան, տակից չգիտեմ ինչեր են անում, երեխաներին են կանչում, մեկին սունկա են տալիս, մեկին ընտր նվեր են տալիս, մեկին տոնածառի, չգիտեմ, խաղալիք են տալիս, ծնողներին չգիտեմ, դա արդեն անցել են իրենք հին մեթոդներով։ Ուշադրություն դարձրեք նմանատիպ մարկանց, Տաշի Սամոյի խմբին, այդ նարեկին, որը հենց հիմա ուղիղ եթերից հետո անձամբ այդ վիդեոն կգցեմ իմ մեջ, բոլորը տեսեք ու տարածեք ու կոմենտներ գրեք, ժողովուրդ ջան։ Բոլորիդ սիրում եմ, բոլորիդ հարգում եմ, դուխով եղեք, կանգնելու ենք մեր պետության ու պետականության կողքին։ Ոչ մեկին չենք թողելու, մեկը տուկի թել, մեկը տակից սայլարկան, մակարոն, ոզ, բրինձ, ընդ չգիտեմ, սունկեք, տանում են երեխեքին, չգիտեմ, թատրոն են տանում, ցիրկ են տանում։ Նախ առաջինը դուք ունեք այդ ամեն ինչի կարիքը, դուք դրանով Սկական այդ ցիրկը ձեր բանա, որ այնօր եկել ես եկեղեցի ես մտե, փոխանակ հելնես կայնես, պատարակդ ոտքի վրա անես, հել նստել ես աստիճաների վրա, անուն ինչ ես դրել չգիտեմ եղբայր։ Քեզ չի սազում նման բաներ մի արեք։ Պետությունն ու ժողովուրդը ամեն ինչն է լավ տեսնում են, լավ գիտակցում ենք, ձեր բռնած ձևը որն է, մենք էլ ունենք մեր հայրենասիրական, մեր ժողովրդավարական ձևը, որը ժողովուրդը ամեն ինչը լավ գիտի, ձեր ձևից էլ ենք տեղյակ, մնացած մարդկանց ձևերից էլ ենք տեղյակ, ինչով եք զբաղվում դուք, մենք ընդհանրապես թույլ չենք տալու, որ պետության մեջը պետություն կառուցեք։ Այդպես չի լինում ու չի կարա լինի։ Ժողովուրդ ջան, լավ եղեք, բոլորիդ սիրում եմ, բոլորիդ հարգում եմ, էլ եմ ասում, կոչս բոլոր մարզպետներին ու համայնքապետերին։ Ուշադրություն դարձրեք բոլոր մարզերում ունեն սրանք, ինչ-որ մարդիկ, ես չգիտեմ այդ մարդիկ ովքեր են, որ կազմակերպում են, ամեն մարզից շրջանից 500 հոգանոց խումբ ավտոբուսներով տեղափոխում են ցիրկ։ Էդի ֆիքսեք, բոլոր իրավապահ մարմիններն էլ ուշադրություն դարձրեն։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, բոլորիդ սիրում եմ ու հարգում եմ։